Շնորհակալություն։ Մենք մեզ համար բնականաբար ներդրումային միջավայրի բարելավումը, շարունակական բարելավումը մեր կարևոր քաղաքական հանձնառություններից եւ մեր օրվա եւ աշխատանքի շատ կարևոր մասն է։ Եվ բնականաբար ինչ ենք մենք անում շարունակաբար այդ ուղղությամբ, երևի թե երկու ուղղությամբ աշխատանք, առաջինը ինստիտուցիոնալ աշխատանքն է, շարունակաբար հետևելով տարբեր միջազգային վարկանիշներում եւ ինդեքսներում մեր տեղին եւ միևնույն ժամանակ տարբեր հետազոտություններ անելով, որպեսզի մեր բացերը տեսնենք եւ այդ բացերի հիման վրա օրենսդրությունը կատարելագործենք եւ երկրորդը, այսպես ասենք, ոչ ինստիտուցիոնալ, բայց կոնկրետ լուծումներն են, երբ որ մենք կոնկրետ ներդրումային պրոյեկտի շրջանակում հանդիպում ենք ինչ-որ խնդիրների եւ փորձում ենք դրանց լուծել։ Գլոբալ առումով պետք է նշեմ, որ ըստ էության ներդրումային միջավայրի համար բազմաթիվ գործոններ են ազդում, այդ թվում մենք ավելի շատ ներքին գործոններից խոսեցինք, բայց կարճ նաև ուզում եմ արտաքին միջավայրի ազդեցությունների մասին խոսել եւ այն գործընթացը, որը սկսված է, մասնավորապես խաղաղության հաստատումը տարածաշրջանում եւ սահմանների ապաշրջափակումը, տրանսպորտային, համաշխարհային հաղորդակցության ուղիների անցկացումը Հայաստանով, ես կարծում եմ, որ շատ էական հանձնառություն է, որը կառավարությունը ստանձնել է եւ դա ակնհայտորեն բերելու է մեր ներդրումային միջավայրի էական բարելավմանը։ Քանի որ խոսք գնաց օտարերկրյա ներդրումների մասին օրենքի մասին, որը 94 թվականին ընդունվել, ես ուզում եմ, քանի որ դա կարևորվեց, մեր գործընկերներին հաճելի լուր ասեմ, որովհետև արդեն իսկ պատրաստ է ներդրումների մասին նոր օրենքը մշակվել է էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի առաջատար փորձագետների հետ, օրենքը ես կարծում եմ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կառավարությունը դրական եզրակացությամբ կուղարկի ազգային ժողով եւ ես հանձնառություն ունեմ հանրապետության վարչապետի մոտ, որ մինչեւ տարեվերջ կավարտենք process-ը եւ ազգային ժողովն էլ ընդունած կլինի։ Մի քանի կարևոր բաների մասին խոսեցինք, ես նշեմ թե ինչ ենք նախատեսում։ Նախ այո, օտարերկրյա ներդրումների մասին չի, ներդրումների մասին է եւ տեղացի եւ օտարերկրյա ներդրողները ըստ էության անկախ ծագումից իրենց ներդրումային գործունեության պաշտպանությունը բարձր մակարդակի ենք բերելու, սա ուրեմն բնականաբար նաև օրենքը ամրապնդելու է մեր ներդրումների պաշտպանության, բաց դռների մեր քաղաքականությունը։ Ես ուզում եմ նաև կարևոր խնդիրների մասին խոսեմ, մասնավորապես մենք խոսեցինք այդ 5 տարվա ներողություն մենք խոսեցինք նախորդ տրամաբանությամբ ներդրումները շարունակելու այդ պաշտպանության շարունակելու այդ օրենսդրական կարգավորումների մասին, սա շատ ավելի ինստիտուցիոնալ ենք դարձրել, շատ ավելի ամուր ենք դարձրել 5 տարվա կանոնը, այսինքն եթե ուզում է աշխատել նախորդ տրամաբանությամբ 5 տարի ինքը կարող է աշխատել, այսինքն որ տարբերակը իրեն ավելի ձեռք տվող է, այսպիսի կանոնել ենք մտցրել, շատ ավելի հստակ են տարբեր իրավիճակներում կառավարության անելիքների, բիզնեսի անելիքների ուրեմն շրջանակը եւ այս առումով կարծում ենք, որ ես ուրախ եմ, որ մասնավոր հատվածի խնդրին մենք ոչ թե ուրեմն արձագանքում ենք post factum, այլ կարծես թե պրոակտիվ ենք եւ ասում ենք մի բան, դուք ասում եք մի բան, որը մենք արդեն սկսել ենք անել ու արդեն ավարտման փուլում ենք, դա նշանակում է, որ բավականին պետություն մասնավոր համագործակցությունը արդյունավետ աշխատում է։ Երկրորդ մակարդակը այդն է, որ մենք ստեղծել ենք փոխվարչապետի գլխավորությամբ ներդրումների աջակցման խորհուրդ, այսինքն բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք որ նախարարությունը չի եւ սկզբից ներդրողը, հետո նախարարությունը չեն կարողանում հաղթահարել, հա, գնում ենք ավելի բարձր մակարդակ, միջգերատեսչական ներդրումային աջակցության խորհուրդ կա, որտեղ ըստ էության հաղթահարում ենք բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, օրինակ էկոնոմիկայի նախարարությունը կարող է իրեն հավասարազոր մի գերատեսչության մոտ առաջացած խնդիրը չկարողանա հաղթահարի, բայց երբ որ միջգերատեսչական ավելի բարձր մակարդակում է, դա արդեն որոշում է կայացվում եւ հաղթահարում է եւ մի վերջին բան էլ ունենք նաեւ ներդրումների քաղաքականության մեր ամփոփագիրը, որը ներկայացնում է երկրի ներդրումային տեսլականը, հիմնական նպատակներն ու ուրեմն ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները, այսինքն այստեղ նաեւ փորձել ենք միկրո մակարդակում անհրաժեշտության դեպքում
ընթացքում որոշակի հուշել, օգնել, աջակցել եւ իհարկե նաեւ 2 տասնյակից ավելի աջակցության ծրագրեր, որոնք միտված են բիզնեսի զարգացմանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։